ասած հենց այդ արևմտահայց կառավարության հետ կապված մի հարց ունեի, խոսացիք, բայց հարցերից չպատասխանեցիք դրա համար երկու ասպեկտում, մեկը ներքին, մեկը արտաքին։ Ներքինը ես երեք լսում էի դրա մասին, ինչ որ խոսում էին, որ 6000 դրամի դիմաց իրանք քաղաքացիություն ու անձնագիր են տալիս։ Ուզում եմ իմանամ, պետության կողմից դա ոնց է դիտվում, թե գումարային առումով, թե առհասարակ, իսկ արտաքին ասպեկտում այդ տիպի կազմակերպություն ասել է իմ համար մի քիչ դժվար է, այդ տիպի միությունները կոպիտ ասած, ինչ տեսակի վնասներ կարան հասցնել մեզ միջազգային հարթակում։ Միացյալ Նահանգներում նույն թուղթը $40 վաճառվում։ Դա թուղթ է, որի վրա գրած է անձնագիր։ Հիմա մենք թուղթ ունենք, որի վրա գրում ենք հավաստագիր։ Կարան գրենք անձնագիր, պեչատ տան, գրենք ասենք բան։ Հա, մոդուս վենդրի քաղաքացի, չգիտեմ, հյուսիսային ինչ-որ մի բանի քաղաքացի։ Մեկ ինչ բան է քաղաքացիություն։ Քաղաքացիություն դա նշանակում պետականություն պիտի լինի, այնեն ճանաչված պետականություն պիտի լինի, ճանաչված։ Քաղաքացիություն տվյալ պետության, ասենք մաս լինելու խնդիրն է։ Անգամ վերցրեք Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որ տարածք են վերահսկում, ասում են նախագահ ունենք, ես ունենք, ինչի չունեն բան, քաղաքացիություն, որտեղ չունեն ճանաչում, չունես ճանաչում, իրավականորեն գոյություն չունես։ Հիմա Արևմտյան Հայաստանը ում կողմից է ճանաչվել, որ հələ մի հատ քաղաքացիություն տա, մարդիկ փող են աշխատում։ Հասկանում եք, այդ թղթի ինքնարժեքը 40 դրամ չարժի։ Մարդիկ $40 ծախում են, դա գիտեք ինչ բիզնես է։ Հասկանում եք, այսինքն ոչինչը ծախել $40, իրանք հազարավոր ծախել են։ Մի քանի հազար ծախել են, հիմա մի քանի հազարը 40-ով բազմապատկել, տեսեք այդ ինչ փող է գալիս։ Դա կարգին բիզնես է, մարդիկ բիզնես են անում։ Հիմա թող այդ թուղթը մեկը վերցնի եւ գնա մտնի փորձի համար մի որևէ դեսպանատուն, ասի ես վիզա եմ ուզում սրա, ինձ վիզա տա։ Իրանք միանգամից կզանգեն շտապօգնություն, կասեն մի օքի ստեղ եկել, եկեք տա է, ձեր կլիենտն է, մեր կլիենտը չի։ Հասկանում եք, այդ չի հովանա։